հարկած, ժայերը խորոք, նոտերը կիտած, դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթար, հայացքով իրար նայում են հանդարտ։ Սաքո, ինչ ասացիք, Սաքոն ես էլ, մենք Թումանյանի շատ ենք սիրում և ասմունքում։ Ամենայն հայոց բանաստեղծին բոլորն են սիրում, թե մեծերը, թե փոքրերը։ Մենք փնտրում ենք երջանկության բանալին, օգնեք մեզ գտնել։ Ես այստեղ եմ ծնվել, մեծացել, բայց նման բանը սարս չկա։ Չնայած, երջանկության մասին գաղափար ունեմ, գիտեմ, որ Թումանյանը երջանիկ էր ժողովրդով, իր ժողովրդի արժեքներով, այստեղ բոլորը սիրում են և հարգում են միմյանց։ Ուզում եք ասել երջանկության բանալին միմյանց օգնելն է, ձեր մեկնելն է։ Հենց էդ էլ կա։ Հիշեք ընկեր Արտոյանի մեզ տրված ոսկե կանոնը։ Դիմացինի հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայր, որ քեզ հետ վարվեն։ Շնորհակալ ենք, Սաքո եղբայր։ Դե Թումանյանից մի բան կարտացեք, նոր գնացեք։ Ամենից լավ տունը, էնտեղ ուր հողը խաղում էր ազատ, ուր ջուրն էր աղմկում, անվերջ փրփրում, էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ մի շատ անհանգիստ տղա էր ապրում, մի գորշ խրճիտում, մի հին խրճիտում, գետի եզերքին, ծառերի տարկին, մի օր էլ եկավ անհանգիստ տղան, կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ։ Մարիկ, էստերս պետք է հեռանա, միան ծանծրալը տեղա որ գիտեմ, ես գորշ խրճին է, ես հին խրճին է, գետի եզերքին ծառերի տակին, թող գնամ շրջեմ, աշխարհից աշխարհ, ճամփորդեմ լավ տներ տեսնելու, ամենից լավ ընտրեմ ես համար, կամ քեզ լանենք ու փախչենք հեռու։ Ու գնաց տղան թափառեց երկար, մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, բայց միշտ ամենտեղ պակաս էր մի բան, ու հառաչելով ետ վերադարձավ, են գորշ խրճիտը, են հին խրճիտը, գետի եզերքին, ծառերի տակին, գտար զավակս, հարցրեց մայրը, ուրախ նայելով իր տղու վրա։ Ման եկա Մարիկ, աշխարհից աշխարհ, ամենից սիրուն ու լավ տունը որ կա, ես գորշ խրճին է, ես հին խրճին է, գետի եզերքին ծառերի տակին։ Ապրեք երեխաներ ջան։ Որտեղ որ մենք այնտեղ
պատմության մեջ։ Նա է կազմավորել հայոց բանակը, իսկ բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, հայի հավաքական կերպարն է, հայի ուժն ու ապագան։ Մենք այս ծանոթակ սպարապետի հերոսություններին, մեր երկիրը թողած ավազին, ու պես ապագազին, որ սրտումս կրում եմ նրա նշանավորը, ամեն ժողովուրդ իր պատմության կռիվը պետք է տանել, մինչև վերջ։ Իմ հայ ժողովուրդ, մեր հաղթանակը մեր գերի մեջ է, մեր հզորությունը մեր արյան մեջ է, մեր քաջությունը մեր սրտերի մեջ է։ Մեր ապագան մեր միասնական ուժի մեջ է, խոնարհումս բոլոր այն զինվորներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին, պաշտպանում են և կպաշտպանեն մեր երկիրը, մեր քերն ու ինքնությունը։ Երջանկությունն է պաշտպանված, ապահով խաղաղ երկրում ապրել։ Այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, պսակելիս ոնց են պարել այս ձեռքերը, ինչ նազանքով, երազանքով, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, լույսը մինչև լույսը չեն մատնել այս ձեռքերը, առաջնենք ծնվել, նրա արտարկատով սնվել, ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը,
Ոչ չեն արել այս ձեռքերը, երկինք պարզություն են տանել այս ձեռքերը, ոչ չփնվի իր տայսունը, որդին կռվից դառնա տունը։ Ինչեր ասես, ոչ չեն արել այս ձեռքերը, ինչեր տատի ձեռք են դարձել այս ձեռքերը նոր ուժ հատած, բայց թորանել նոր ուժը կատար, կարել շնդես արել շարժել այս ձեռքերը, ինչեր շարժել այս ձեռքերը, նուրբ ձեռքերը, սուրբ ձեռքերը, եկեք այսօր մենք ապուրենք, որդիաբար, մեզ աշխարհում ծնած, մեզ աշխարհում շահած, պահած, մեզից երբեք չկշտացած, փոշի սրբող, լվաց կանող, անվերջ դադող, անվերջ վառնող, թող ոչ ճակած ու կոշտացած, բայց մեզ համար մեյդաքսի պես խաս ձեռքերը։ Ուրեմն հարգելի ծանոթներ, խնդրակս է նախ բոլորը նստեք ձեր տեղը ու մեկը մյուսին մի խանգարը ու ձեր զարույցներն ու քննարկումները մեկ առ մեկ ստեղ նստած լսում են ու աշխատեք ոչ թե դուք այդտեղից երեխեքին ուղղություն ու ցույց տալ